Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը ժողովրդական երգարվեստի լեգենդ Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին է պատրաստվում։ Ռուբեն Մաթևոսյանը, Ռիմա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Արթուր Իսպիրյանն ու Հովհաննես Բադալյանի կյանքով գործով ոգեշնչված այլ երգիչներ ապրիլի 28-ին նրան հիշելու ևս մեկ հնարավորություն են ստեղծելու։ Արդեն 1 տարի է մենք որոշեցինք ռադիոյի անձնակազմի հետ եւ այսօր կատար ենք անցում։ Կատարվում են գրեթե բոլոր այն ստեղծագործությունները, ովքեր առնչություն են ունեցել Բադալյանի հետ։ Դա Գրիգոր Հախինյան, Խաչատուր Ավետիսյան, Արմեն Մանդակնյան, Հավասի եւ տարբեր ուրիշ կոմպոզիտորներ եւ աշուղներ։ Հիմնականում երկու այսպեսի մասի բաժանեցինք ավելի հայտնի գործեր, ստեղծագործություններ եւ այն ստեղծագործությունները, որոնք որ շատ քիչ են հնչել, բայց շատ գեղեցիկ են եւ մենք նորից ունկնդրին ներկայացնում ենք։ Իրանք գնահատեն դա։ Իմ կյանքում շատ մեծ կարևոր դեր է ունեցել Հովհաննես Բադալյանը, իմ սիրելի ուսուցիչը, եւ գիտեք հետաքրքիրը, որ մայրիկս ինքը երազում էր աղջիկ ունենար եւ Հովհաննես Բադալյանի աշակերտուհին լինեի եւ երգչուհի լինեի Մերանգուլյանի անսամբլի։ Պատկերացնում եք այդ փափագը մայրիկիս կատարվեց փաստորեն։ Ռիմա Սարիբեկյանը Հովհաննես Բադալյանի առաջին աշակերտներից է։ Ասում է, նախ բարի մարդ լինել, հետո նոր միայն երգել էր սովորեցնում։ Անպատմելի սիրում էր բոլորին, բոլոր երգիչներին, որը մի քիչ շատ դժվար էր այդ ժամանակահատվածում, շատ գեղեցիկ ընտանիք ուներ եւ որպես հայր անպատմելի ուրեմն հայր էր ինքը եւ տանը եւ կարող եմ ասել արվեստի բնագավառում նմանապես նա հայրություն էր անում բոլոր երգիչներին նրանք որոնք իրեն աշակերտը չէին նա նրանց էլ էր հովանավոր կանգնում Այն, որ Բադալյանի հայրական հոգատարությունը ժամանակին զգացել են այժմ արդեն ավագ սերնդի կատարողները, օրինաչափ է, բայց դրան անմասն չի մնացել նաև ավելի երիտասարդ սերունդը, ոմանք շփվելով անձամբ նրա հետ, ոմանք էլ նրա երգերի։ Քանի որ մեր ազգանունները նույնն է, ինձ միշտ մանավանդ Սփյուռքում դրսում որ գնում ենք համերգների, միշտ հարցնում են, նույնտեղ կա վստահ իրանք գիտեն, որ ես իր թորնիկն եմ։ Արդեն շատ դեպքեր են եղել, հարցնում են, ասում եմ, չէ, բան, հետո ասում ինչի՞ չէ, ուրա։ Վարդան Բադալյանին վաղ տարիքում Հովհաննես Բադալյանի մոտ են տարել։ Վարպետը պիտի լսեր երեխային, հասկանար ինչ ապագա կունենա։ Չեմ հիշում ինչ երգեցի, բայց հիշում եմ շատ լավ իրեն։ Ինքը լսեց, հուզվեց, բան տենց ասեց, որ մեծանաս, եթե նպատակ ունենաս սովորելու կոնսերվատորիայում, կգաս անպայման ես քեզ իմ դասարանում կընդունեմ բան, բայց ցավոք սրտի միջև ես տենց մեծացա, ինքը ցավոք արդեն մահացել էր։ Բայց նրա երգերը միշտ մեր հետ են, նրա երգերից միշտ սովորում ենք, ինչ որ մի երգ, եթե ուզում ենք սովորենք, անպայման լսում ենք Հովհաննես Բադալյանի կատարումը։ Այսօր արդեն նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթ են ունենալու նաև նրանք, ովքեր սովորել են վարպետից առանց նրա հետ անձնապես շփվելու։ Հովհաննես Բադալյանը շատ մեծ առնչություն ունի
բոլոր երգիչների եւ կարծում եմ բոլոր երգասերների հետ, քանի որ իր երգերը մտել են ժողովրդի մեջ եւ նաեւ երգիչների համար, շատ երգիչների համար օրինակ են եղել։ Այն ժամանակահատվածներում, երբ որ մենք ճունենք ժողովրդական արվեստի որպես այդպիսի դպրոց Սովետ միության ժամանակաշրջանում, նրա հայրենասիրական երգերը, հայրենասիրական կատարումները հիացրել են եւ կրթել են սերունդներ։ Ապրիլի 28-ին հանդիսատեսը իր շատ ծանոթ ու սիրելի, գուցե նաև անծանոթ, բայց ուշադրության արժանի երգերը լսելուց բացի, հայտնի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու նոր մոտեցմամբ լսելու հնարավորություն կունենա։ Ու համերգը մենք այնպես ենք անելու, որ հետաքրքիր լինի։ Ամենակարևորը նրանց ստեղծագործություններ կան, որ առաջի անգամ նորովի կհնչեն։ Սարերի հովին մեռնեմ ստեղծագործությունն է, որը որ առաջի անգամ կատարել է երգի պարի անսամբլը, բայց ոչ մենակատարներով։ Դա հնչել է երգչախմբով։ Մեզ մոտ հիմա հնչում է մենակատարի կատարմամբ։ Չեմ ասի ով է, ավելի լավ է համերգին ներկա լինեք եւ էլ ինչեր կտեսնեք, մենք ձեզ չենք ասի։ Արամ Խաչատրյան համերգասրահում Ես իմ անուշ Հայաստանի խորագրով համերգին ձեզ արդեն հայտնի երգիչները, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը եւ Արևիկ մանկապատանեկան անսամբլը ձեզ են սպասելու Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակը եւ հայկական երգարվեստում նրա մշտապես լինելու փաստը տոնելու։ Արուսյակ Կապուկչյան, Էդվարդ Հասատրյան, Ռադիոլուր։